Պարոն Կարապետյան, ըստ էության շարունակի քննել դատավոր Վահրամ Ղազարյանին, ինչ կարծիք ունեք։ Կարծիք ունեմ, որ դեռ քրեական հետապնդումները, քաղաքական հետապնդումները շարունակելու։ Պարոն Կարապետյան, նոր ձայնագրություն է հրապարակվել, որտեղ ձեր կողմնակիցները հայհոյում են ղարաբաղցիներին եւ բոլոր այն մարդկանց, ում փող են տվել։ Ստացվում է ում փող են տալիս նրանք մանրավաճառը եւ ինչպես կարելի է ինչպես բոլոր այդ հարցերը տվեք քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավարությանը, քանի որ ամեն ինչ իրենք են կազմակերպում, այդ ձայնագրությունները մեր կողմնակիցները դրա հետ ոչ մի կապ չունեն, իրենք ինչպես ապօրինի քրեական գործեր են հարուցում, հիմա էլ դուրները եկել է քաղաքական այդպիսի քայլեր են անում, կարելի ասել հիմար քայլեր են անում։ Չեք ընդունում, որ ձեր կողմնակիցները իհարկե ոչ։ Մենք այդպիսի կողմնակից չենք կարող ունենալ։ ունենալ։ Բայց ինչի անընդհատ ձեր կողմնակիցների հետ կապված է լինում այդ ձայնագրությունները, անընդհատ Դուք լավ հարաբերություն ունեք իշխանությունների հետ, մի հատ իրենք կարող եք հարցնել ինչի են այդպիսի ապօրինություններ։ Պարոն Կարապետյան, ինչպես եք վերաբերվում, որ լծակներ են Ձեր շատ լավ են վերաբերվում։ դպրոցներից ուսուցիչներ են բերվում Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին։ Սիվիկն են դա չի լուսաբանում։ Պետական կառույցներից աշխատակիցներ են գալիս։ Բայց հարգանքով են Մեր վերաբերմունքը, որ ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում։ Մենք քաղաքական process-ների ժամանակ ոչ մի ապօրինություններ չի կարող լինել։ Բայց եթե նույնիսկ իրենք անում են ապօրինություններ, իրենց դա էլ չի օգնելու։ Իրենք արդեն իրենց չամադաներն են հավաքում։ Պարոն Կարապետյան, դուք հնարավորություն չեք ունենում անձամբ մասնակցելու։ Դրա համար ասի ուշ է շուտ, Ռուբեն։ Ուշ։ Դու էլ ձգեց։ Հնարավորություն չեք ունենում անձամբ մասնակցելու քարոզարշավին, բայց ինչպես կգնահատեք այս ողջ ընթացքը եւ ձեր հնարավորությունները։ Առանց իմ մասնակցել, մասնակցող թիմը հաղթելու է։ Դրա համար ես չեմ անհանգստանում, քանի որ արտարությունը մեր կողմն է, այս իշխանությունները ամեն ինչ կարողացել են, չեն կարողացել, արդեն տապալել են, ձախողվել են, դրա համար ոչինչ, ես կհանգստանամ, մեր թիմը կհաղթի։ Իսկ եթե չեք անհանգստանում, ինչու են ձեր կողմնակիցները Սուրեն Պապիկյանի ճանապարհն ուղղում։ Սուրեն Պապիկյանը ինքը իր ճանապարհը փակել էր, Գոհարմելոյանը ամբողջությամբ ցույց տվեց, մարդիկ ինձ թվում է հասկացան, դա էլ նույն ապօրինությունների շարքից է, որ անում են ներկայ իշխանությունները։ Ես էլ եմ շնորհակալ։ Բայց լսեցիք, որ ձեր լավ են վերաբերվում։ Շնորհակալություն։ Это просто